Տղուս մահացած վերին, խաբեցին 3 օր Մուրացանի հոսպիտալում, Արման Պարքևիչը, որ ձեր երեխան կոմայից դուրս չի գալի, բայց իմ երեխան արդեն մահացած էր, ինչ կոմ։ Առ այսօր, ես իրանց պնդում եմ, որ դուք ասել եք, որ իմ տղայի ուղեղի մեջ եղելա 4-4-ի վրա ուռուցք, դա բավականին մեծ բան է։ Դուք ինձի ցույց տվեք, եթե դուք վիրահատել եք, ապա ցույց տվեք, որ ծնողը տենա իմ երեխայի մահվան պատճառը էս ա եղել։ Ոչ, ես մեղադրում եմ միակ մարդուն, որը որ հանդիսանում է այսօր մեր երկրի նախագահ եւ առաջի հերթին բանակի գլխավոր գերագույն հրամանատարը։ Ամբողջ բանակի կեղտը իր տակն է։ Ինքը ասում է ցեխ են շպրտում բանակի վրա։ Մենք չենք ուզում ցեխ շպրտենք բանակի վրա։ Մենք ուզում ենք գոնե այս արածը, որ արել են, մենք գիտենք մեր երեխեքին հետ չենք բերի։ Բայց մենք չենք ուզում, որ մյուսի։ Ես ինչի վախենամ իմ քրոջ երեխեն ծառայի։ Ինչի պիտի վախենամ, եթե իմ տղեն ուրախ գնացել է բանակ ծառայության։ Ու այս ձևով բերել են։ Ինչի պիտի այն մարդը վախենա, այն ծնողը վախենա, այն մայրը վախենա։ Այսօր ամբողջ բանակի այս սպանությունները բացահայտված են իրանց համար, ղեկավարության համար, եւ ամբողջ գործը արդեն ես հաստատ համոզված եմ, որ կեղծումը ծածկադմփոց է անում մեր երկրի նախագահ, բանակի գերագույն հրամանատարը Սերժ Սարգսյանն է։ Իրան եմ մեղադրում այս սպանությունների մեջ։ Եվ որ միջև այսօր ոչ մի գործ չի բացահայտվում եւ շարունակվում են սպանությունները, կանգնել չկա, ստոպ չկա։ Մեր երեխեքի արյան հաշվին փողեր են աշխատում, գումարներ են աշխատում, բանակը սարքել են բիզնես կենտրոն։ Այո, այսպես ամեն երեխեն ինչ որ մի բան տեսնում է, մեր երեխեքը ինչա փակ աչքերով պիտի ծառայեն։ Ոչինչ չտեսնեն, եթե ինչ որ մի բանի ականատես է լինում, վերջ վերացնում են։ Իրանք ասում են, որ ռազմիչ մինչև երբ երեխեքի գլուխը ուտեն։ Մինչև երբ համ լինելու։ Պահում ես 18 տարի ում համար, մի տական խուժան Սերժի համար, Քորդ Սեյրան Օհանյանի համար, Կոստանյանի համար, Աղվան Հովսեփյանի համար, ում համար եմ երեխա պահում։ Դատախազ Աղվան Հովսեփյանի Առաջ Հայաստան, հպարտ եմ ես, այո, որ Սերժ Ազատիչի նման ես նախագահ ունեմ, վերջ,